Հարսնադորի լեգենդը հեռուստասերիալում անցյալն այլևս չի լռում։ Սերիալում սկսվել է այն փուլը, երբ տարիներ առաջ արված սխալներն այլևս թաքցնել հնարավոր չէ, ճակատագրեր են խեղվում, մարդկանց կյանքեր են փլուզվում, և ովքեր մեղքեր են գործել, նրանց անմեղ երեխաներն են պատասխան տալիս այդ մեղքերի պատճառով։ Եվ որքան Սաքոն փորձում է թաքցնել ճշմարտությունն, այնքան այդ ճշմարտությունը դառնում է ավելի վտանգավոր, ավելի անխուսափելի և ավելի մոտեցող իր պայթյունի պահին։ Սաքոյի մտածելակերպը միշտ նույնն է եղել՝ եթե չեմ խոսում, ուրեմն չկա, բայց դա այլևս չի աշխատում։ Քաջիկը մահվան պահին կանչում է Հայկին ու խոստովանում ամենահետաքրքիրը, որ Լալան ու Աշոտը միասին չեն փախել, իսկ դա նշանակում է, որ այսքան ժամանակ Հայկը սխալմամբ է մեղադրել հորը, և այժմ մեղքի զգացումը կրծում է նրա սիրտը։ Սաքոն արդեն զգում է, որ հողը ոտքերի տակից փախնում է, բայց մեղքերն ընդունելու փոխարեն նա ընտրում է պայքարել և անում է սխալներ սխալների վրայից, մեղքերի վրայից նոր մեղքեր է գործում։ Նա իրականության դեմ չի կանգնում և իրեն թվում է, որ կարող է թաքցնել ողջ ճշմարտությունը, սակայն այս անգամ իր սխալները հարվածում են իր ամենաթանկ կետերին՝ իր հարազատ երեխաներին։ Վռամը, որի կենսախինդ և ուժեղ կերպարը միշտ կարծես հաղթահարել է ամեն խնդիր, այս անգամ չի կարողանում ինքնուրույն պայքարել։ Վիրահատությունից հետո բժիշկների դեմքերը լավ բան չեն հուշում, հարվածը շատ ուժեղ է եղել, և, ինչպես բժիշկն է ասում նրա ծնողներին, վնասվել են գլխուղեղի կենսական հատվածներ, իսկ դա շատ բան է նշանակում։ Սա նշանակում է, որ Վռամը կարող է հաշմանդամ մնալ ամբողջ կյանքում կամ գոնե մինչ հեռուստասերիալի ավարտը։ Եվ ամենավատ սցենարներից մեկն այն է, որ նա կարող է շարժունակության կորուստ ունենալ և փոքր, բայց շատ իրական հավանականություն, որ Վռամը ստիպված կլինի ապրել ամբասայլակով։ Սա հարված է ոչ միայն Վռամին, այլ ամբողջ ընտանիքին և հատկապես Սաքոյին, որը հասկանում է, որ իր մեղքերը սկսել են ուտել իր երեխաների ճակատագրերը։ Չնայած հայրն ու եղբայրներն ամեն ինչ կանեն, որ Սոնան հեռու մնա Վռամից, նրա որոշումն անսասան է։ Նա չի վախենում ոչ Սաքոյի հայացքից, ոչ իր հոր ճնշումից, ոչ էլ եղբայրների ստիպողաբար նրանից հեռու պահելու մտքից։ Սոնայի սերը Վռամի հանդեպ անցել է այն սահմանը, երբ կապվածությունն արդեն կախված չէ մարդու ֆիզիկական վիճակից։ Նա ասում է. «Ես Վռամին սիրել եմ ոչ թե միայն նրա համար, որ նա ուժեղ է, այլ ես սիրել եմ նրա հոգին։ Եթե նա չի կարող քայլել, ես կքայլեմ նրա փոխարեն»։ Սա առաջին անգամը չէ, որ Սոնան գնում է ընտանիքի կամքին հակառակ, բայց սա ամենամեծ քայլն է։ Սոնան չի նահանջելու, նա արդեն վերադարձել է և պատրաստվում է գնալ Վռամի մոտ՝ հիվանդանոց։ Հավանաբար, Վռամը նրա ձայնը լսելուն պես ուշքի է գալու, բայց նրանց երկար ճանապարհ է սպասվում։ Բայց այս անգամ ամենակարևորը ոչ թե ֆիզիկական վերականգնումն է, այլ Վռամի հոգեբանական պայքարը։ Նա արթնանալու է հիվանդանոցում, մարմնում անշարժություն, սրտում մի մեծ ծանր հարց՝ ինչու ինձ հետ։ Սոնան լինելու է նրա կողքին, նա կլինի այն մարդը, ում ձայնը կվերադարձնի Վռամին կյանք։ Եվ հենց դա է լինելու այն կետը, որ նոր փուլ կբացի նրանց սիրո պատմության մեջ։ Նարեի խոստովանությունը, Քաջիկի վերջին բառերը, Արմոյի դավադրությունները, Վռամի վիճակը՝ բոլորն իրար հետևից հարվածում են Սաքոյին։ Նա առաջին անգամ երկյուղով հասկանում է՝ մեղքերը չեն մաքրվում լռությամբ, մարդը չի փրկվում մեղքերից այն թաքցնելով, և որքան էլ նա փորձում է փակել ճշմարտությունը, այնքան այդ դուռը սկսում է ճռռալ, բացվելուն պատրաստ։ Նա կորցրել է ամեն ինչ՝ քրոջը, ընկերությունն Աշոտի հետ, իր ընտանիքի հանդեպ հավատը և այժմ որդու առողջությունը, բայց նա դեռ չի հասկանում, որ իր սեփական ձեռքով է քանդել իր ամենաթանկ ունեցվածքը։ Եվ մինչ կբացահայտվեն այս ու այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը
Առաջինը տեղեկացված լինելու և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե ինչպես է ազդելու Սոնայի վերադարձը Վռամի առողջական վիճակի վրա, արդյոք Սոնային կհաջողվի Վռամին ոտքի կանգնեցնել և իհարկե Սաքոն պետք է պատասխան տա իր արարքների համար, որպեսզի իր երեխաները կարողանան երջանիկ լինել, հակառակ դեպքում երջանկություն չի սպասվում։ Նարէն ու Հայկն այժմ միասին են, բայց նրանց միասին լինելը երկար չի տևի։ Հայկը Նարէի կողքին է կարեկցանքից ելնելով, քանի որ հասկանում է, որ Նարէն ծանր հոգեբանական վիճակում է այս պահին եղբոր հետ կապված, բայց եթե Հայկն իմանա այն ճշմարտությունն, ինչը թաքցնում է Նարէն, բնականաբար այլևս ոչինչ նրանց միասին պահել չի կարող։ Արդյոք Հայկն իր մեջ այնքան ուժ կգտնի, որ կկարողանա ներել ու պայքարել հանուն իրենց սիրո։ Ցույց կտա ժամանակը,